Ազգային ժողովում որոշվում է Հայաստանի էներգետիկ անկախության ճակատագիրը Բաքվում առաջիկա տոներին են պատրաստվում, իսկ դարպասներից դուրս հակառակ տոնական տրամադրության բուռն բողոք է ու պահանջ։ Հավաքվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ովքեր դեմ են գազային համաձայնագրին ու պահանջ են դնում падգամավորների առջև Հայաստանում Ռուսաստանի մոնոպոլ դիրքի երաշխավորը չդառնալ։ Երաշխավորում է Հայաստանը, որ երբեք չի վերանայի Գազպրոմի մենաշնորհը Հայաստանում, չի փորձի այդ մենաշնորհը սահմանափակել որևէ նորմատիվ ակտերով, երաշխավորում է, որ ռուսական կողմը միշտ ստանալու է ստաբիլ շահույթ։ Տնտեսական էներգետիկ անկախության առումով նվիրում է ամեն ինչ այլ երկրի, այլ տնտեսական կազմակերպության եւ Հայաստանը որևէ ձևով այստեղ այլևս դեր չի ունենալու։ Գազային համաձայնագիրն անկախության կորստի առաջին քայլն է։ Առանց էներգետիկ անկախության պատկերացնել երկրի անկախությունը ակցիայի մասնակիցները հնարավոր չեն համարում։ Հետևաբար չեն պատրաստվում զիջել եւ падգամավորներին կոչ են անում թույլ չտալ, որպեսզի համաձայնագիրն իր բոլոր վտանգավոր հետևանքներով հաստատվի։ Կողմ քվեարկելով այդ պայմանագրերին, դուք կատարելով կուսակցական որոշում, ենթարկվելով ձեր հովանավորի հրամանին եւ կրելով կուսակցական քաղաքական պատասխանատվություն, չեք ազատվում անհատական պատասխանատվությունից, այլ վերցնում եք ձեզ վրա այդ պատասխանատվությունը պետական դավաճանություն կատարելու համար։ Քանի դուք օրինապահ ոստիկաններ եք, մեր ոստիկաններն եք, հենց սկսում եք պաշտպանել ռեժիմին, ապօրինություններ գործող ինչ-որ падգամավորների դուք դառնում եք նրանցից մեկը։ Այս կռիվը ձեր թեմ չէ, խորհուրդ եմ տալիս չխառնվել այս կռվին։ Սովորության համաձայն ակցիայի մասնակիցներին արագ շրջափակում են ոստիկանները, 4 կողմից արգելելով ազատ տեղաշարժը, իսկ ակտիվիստները պահանջում են չխանգարել բողոքի ակցիային։ Նրանք իրենց վանկարկումներով ու հիշեցումներով կոչ են անում չվաճառել երկրի անկախությունը, թույլ չտալ ռուսական գերիշխանություն։ Դա երբեմն արտահայտվում էին նաև համապատասխան երգերով։ Ռուսաստանին, որը սպանեց ջոջապոյին, Կարճ ժամանակ անց պարզ դարձան քվեարկության արդյունքները։ Հավաքվածներից շատերն այլ արդյունք չէին սպասում, բայց եւ այնպես իրենց դժգոհությունն արտահայտեցին ու իրավիճակը բնորոշեցին ամոթալի։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ իրավունք եմ վերապահում եւ մահվան եմ դատապարտում 77 Պետրոս Գետադարձի անունառանուն եւ կգրեմ անունառանուն ու դիմացի եւ տակը կստորագրեմ իմ դատավճիռը որպես քաղաքացու։ Տուն չենք վերադառնալու եւ սրանով չի ավարտում, չենք հիասթափվում, այլ ընտրանք մենք չունենք, մենք պետք է պայքարենք։ Ես անկեղծ ասած ամանչում եմ այդ 77 падգամավորի փոխարեն։ Նախորդ դարերում իրենց երևի խարույկի վրա կայր էին։ Հանցագործ իշխանություններին համապատասխան վարքագիծ, ուրիշ ոչինչ։ Այս քվեարկությունը ոչ մի նորություն չէ։ Քիչ անց քվեարկության ընթացքը ակցիայի մասնակիցներին ներկայացրեցին ազգային ժողովի ընդդիմադիր 4 խմբակցությունների ներկայացուցիչները, պատմելով, որ քվեարկությունը տեղի է ունեցել առանց էլեկտրոնային քարտերի, իսկ հաշվիչ հանձնաժողովի անդամներից 4-ը հրաժարվել են մասնակցել։ Հետևաբար, ըստ նրանց, անօրինական պետք է ճանաչել քվեարկությունը։ Այնինչ տեղի ունեցավ հիմա, դա ապօրինի գործողություն էր, որովհետև քվորում չկար եւ քվեարկությունը անհասկանալի կերպով իրականացվեց։ Ես ինքս որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ չեմ մասնակցել։ Հաշվիչ հանձնաժողովը, որը պետք է ձեռքով հաշվեր քվեաթերթիկները, 4 հոգի չի մասնակցել։ Այսինքն հանձնաժողովի նիստ քվեարկության վերաբերյալ տեղի չի ունեցել։ Եվ ձեր միասնական լինելը, եւ ձեր մեր կողքին լինելը, պարտադիր միակ պայմանն է խնդիրը առաջ տանելու։ Պատգամավորները նաև կարևորեցին միասնական պայքարի անհրաժեշտությունը, որպեսզի իշխանությունը հնարավորություն չունենա երկրի անվտանգությունը աճուրդի հանել, իսկ ազգային ժողովի փոքրամասնություն կազմող 4 խմբակցությունները ժողովրդի աջակցությամբ պատրաստվում են կանխել գազի շուրջ սկսված գործողությունները։ Քաղաքական պայքարը ընթանալու է բոլոր ուղղություններով։ Անկախ նրանից մենք փողոցում ենք, այս շենքի ներսում ենք, մենք սահմանադրական դատարանի առջև ենք, մեզ պետք են ըմբոստության օջախներ բոլոր վայրերում։ Եթե իշխանություն մնալու է այն ինչ որ կա, ասենք այսօրվա Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի ձեռքը, այդ իշխանությունը վաղը մի նոր փորձանք կբերի։ Պարսկական գազն է, որը բոյկոտում է ռուսական գազը եւ որը հիշեցնում է մեր կառավարությանը, որ երբ չկա երկընտրանք,
երբ կա մոնոպոլիա, դա երկրի համար շատ վատ է անդրադառնում, կարելի ասել կատաստրոֆիկ է անդրադառնում։ Իրանական գազը լավագույն այլընտրանք է դերասան Հայկ Մարությանն էլ կտրուկ դեմ գազային մոնոպոլիային։ Հետևաբար թողել է գործերն ու միացել պայքարին, որը ակցիայի մասնակիցները նպատակ ունեն հասցնել նաև հանրապետության այլ տարածաշրջաններ։ Այս անգամ թերևս հետևելով հորդորներին ոստիկանները միայն խանգարեցին, բայց բախումային իրավիճակներ չառաջացրին։ Իսկ միակ բերման ենթարկվողն այսօր եղավ հանրապետականների հայտնի տատիկը։ Վարդուհի Արզումանյան, Գոռ Հովհաննիսյան, Գալա Նյուզ։